Բարեկամներս, լսեք Տիրոջ խոսքը։ Երեմիա մարգարեն ասում է 20-րդ գլխի 12-րդ համարում. բայց ով զորացներ, որ դու քննում ես արդարին, որ տեսնում ես երիկամունքը եւ սիրտը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետեւ իմ դատը քեզ հայտնել եմ։ Հիսուսը հաղթեց սատանային, որ դու ապրես ազատությամբ եւ նոր կյանքի զորությամբ։ Ուստի միայն հավատա Աստծո եւ Սուրբ Հոգու զորությանը, հեռու մնա մեղքից, ստից, անազնվությունից, պղծված խոսքերից։ Աստված սուրբ է եւ նա փնտրում է իր խոսքին հնազանդվողներին, որ օրհնի նրանց։ Դիտենք վկայությունը։ Քույրիկ, դու այժմ կարող ես քայլել Հիսուսի անունով, դու բժշկված ես։ Որքան շատ քայլես, այնքան Տերը կվերականգնի քեզ հոգով եւ մարմնով։ Հիմա քայլիր ավելի հաստատուն ու վստահ։ Որքան ժամանակ է անցել չէիր կարողանում քայլել, հա? 1 տարի։ Քո կողքին կանգնած քույրը կարող է վկայել։ Շարունակիր քայլել քույրս։ Արտրոզը խանգարում էր քո ոտքին, բայց հիմա Աստված բուժում է այն։ Արդեն 1 տարի է, ինչ ես չեմ կարողանում քայլել։ Ցավը այնքան ուժեղ էր, որ չէի կարողանում դիմանալ դրան։ Եվ Ցավում էր։ այո, ես նաև մեջքի ցավ ունեի։ Ինչ էր դա, արտրոզ։ Այո, արթրոզ։ Եվ դու հիմա բժշկված ես։ Բուժված եմ Հիսուսի անունով։ Կարող ես քայլել առանց ձեռնափայտի քույրս։ Նախկինում չէի կարողանում առանց դրա քայլել, բայց հիմա կարող եմ։ Դուք շատ եք քայլել։ Ես երկար ճանապարհ եմ կտրել, որ բուժվեմ Հիմա այսօր։ դուք այս օրհնությունը տուն եք տանում ձեր հետ քույրս։ Աղոթենք։ Հայր, աղոթում եւ օրհնում եմ այս մարդուն ու ասում. Սատանա, հեռացիր այս մարդու կյանքից Հիսուսի անունով, եւ դու ասա ամեն, Աստված օրհնի քեզ։